Մենք վերադարձանք եւ ես ներկայացնեմ մեր այսօրվա առաջին թեման։ Ծնվել եմ Արցախում կրթական ծրագիրը միավորում է Արցախից տեղահանված 23 տաղանդավոր պատանի երաժիշտների, հնարավորություն տալով նրանց 2023 թվականի տեղահանումից հետո շարունակել մասնագիտական երաժշտական կրթությունը Հայաստանում։ Ծրագրի պատանի երաժիշտները արդեն 1 տարի շարունակ ակտիվ համերգային գործունեություն են ծավալում, հանդես գալով ինչպես Հայաստանի, այնպես էլ աշխարհի տարբեր երկրների բեմերում՝ Թբիլիսիում, Մոսկվայում, Բերլինում եւ Բոստոնում։ Իսկ ապրիլ, մայիս եւ հունիս ամիսներին համերգներ կկազմակերպվեն Հայաստանի մարզերում Աբովյան, Գյումրի, Վանաձոր, Տաշիր, Դիլիջան եւ Կապան քաղաքներում։ Այս ամենի մասին խոսելու ենք մեր հյուրերի հետ։ Ծնվել եմ Արցախում կրթական ծրագրի ղեկավար Նորա Հայրումյան, ծնվել եմ Արցախում կրթական ծրագրի ջութակահար Ալեքսանդրա Հայրապետյան։ Բարի լույս։ Ինչպես եկեք սկսենք ամենասկզբից, ինչպես է ծնվել գաղափարը։ Տեղահանումից հետո Սերգեյ Սմբատյանը, դիրիժոր եւ ՅՈՒՆԻՍԵՖ-ի ազգային դեսպան, ինքը նախաձեռնել է այս ծրագիրը, որպեսզի Արցախից տեղահանված տաղանդավոր պատանի երաժիշտները հնարավորություն ունենան շարունակել իրենց կայուն զարգացումը, ստանալ մասնագիտական խորացված կրթություն եւ մասնագիտական կրթությունից բացի նրանք նաեւ վարպետության դասեր են ստանում աշխարհահռչակ երաժիշտների հետ, այցելում են Հայաստանում գործող թանգարաններ, այցելում են նաև համերգների, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի համերգներին են այցելում եւ այսպես ասած մշակութային կրթություն են ստանում եւ այս նախաձեռնությունը նրանց հնարավորություն է տալիս կայուն շարունակել երաժշտական ասպարեզում իրենց զարգացումը։ Այսպես է ծնվել գաղափարը, 23 պատանի երաժիշտներ ընտրվել են լսումների արդյունքում եւ 5 տարի շարունակ նրանք կստանան կայուն մասնագիտական կրթություն։ Իսկ ինչպես է երաժշտությունը օգնում երեխաներին հաղթահարել դժվարությունները եւ շարունակել իրենց ճանապարհը։ Կարծում եմ այս հարցին Ալեքսանդրան իր փորձով կպատասխանի։ Երաժշտությունը առհասարակ մի քիչ այսպես ասեմ, եթե երաժիշտ ես ավելի ուրիշ ձև ես ընկալում, իսկ եթե երաժիշտ ես բնականաբար ուրիշ ձև։ Անահիտը հո գիտի։ Մեր ասպարեզում դժվարություններ շատ կան, բայց հենց այն, որ մենք երաժիշտ ենք, պետք է բեմում ելույթ ունենանք, այդ ամեն ինչը մեզ օգնում է նաև մեր կյանքում, որ մեր համար։ Այո, այս ծրագրի շրջանակում շատ հնարավորություններ են բացվում, նաև հարթակներ են տրամադրվում երեխաներին, երեխաները հանդես են գալիս տարբեր համերգների շրջանակում, ինչպես Հայաստանում, այնպես էլ ինչպես նշեցիք արտասահմանում։ Օրինակ Ալեքսանդրան Մոսկվայում է ելույթ ունեցել եւ սա թույլ է տալիս նրանց հավատալու իրենց մեծ երազանքին, չնայած բոլոր դժվարություններին, մենք կարծում ենք, մենք հավատում ենք, որ կարող ենք ստեղծել մի հարթակ, որտեղ որ այսինքն արդեն իսկ արվում է այդ ամեն ինչը, որտեղ երեխաները կհավատան իրենց մեծ երազանքին եւ կրթության շնորհիվ կկարողանան հասնել իրենց նպատակներին։ Եթե այսպես մի փոքր ավելի մանրամասնեք, ինչ է իրենից ենթադրում ծրագիրը, այսինքն եւ հնարավորություն ունեն, օրինակ մեր հեռուստադիտողները եթե դիտում են, նոր տեղեկացան, որևէ կերպ անդամակցել, թե արդեն 23 աշակերտներ ընտրված են եւ իրենց հետ անցնում եք 5 տարի հետո կհանդիպեք մնացյալին։ Հիմնականում 23 երեխաները մեր նպատակը նա է, որ այս երեխաները 5 տարվա ընթացքում հասնեն իրենց գագաթնակետին, այսինքն այդ զարգացումը տա իր արդյունքները։ Սա երկարատև աշխատանք է, կարճ ժամանակահատվածում չեն կարող հասնել մեծ արդյունքների եւ նրանք այդ կրթությունը ստանալով արդեն իսկ որոշակի փոփոխություններ մենք զգում ենք տարեց տարի։ 1 տարվա ընթացքում արդեն իսկ լուրջ փոփոխություններ կան, թե երեխաների ընկալումների մասով, թե նրանց մասնագիտական աճի։ Նաև նշեմ, որ այո, կարող են լինել ինչու ոչ փոփոխություններ, դա այսպես ասած ընթացքում ենք մենք հասկանալու, օրինակ ներգրավել նաև այլ
երեխաների, բայց հիմնականում այս երեխաները ընտրվել են, որպեսզի մենք կարողանանք նրանց հասցնել իրենց նպատակներին։ Իսկ 23 պատանի երաժիշտների միավորումը որքանով է բարդ կազմակերպչական գործընթաց եղել դες համար։ Բավականին բարդ է եղել այն առումով, որ այդ շրջանում երեխաները նաև հոգեբանական այդքան էլ բարվոք վիճակում չեն գտնվել, այսինքն շատերը ցանկություն չեն ունեցել անգամ շարունակելու երաժշտական ասպարեզում իրենց զարգացումը եւ այս ծրագրի հենց նպատակն է եղել նրանց տալ այդ ցանկությունը, այդ հնարավորությունը եւ ոչ միայն մշակութային կրթություն են ստանում, նաեւ լեզուների դասեր են ունենում, որպեսզի կարողանան շփվել տարբեր երկրներից ժամանած պրոֆեսորների հետ։ Հենց հիմա միաժամանակ ընթանում է հայ վիրտուոզներ միջազգային ակադեմիա փառատոնը, որի շրջանակներում նաեւ ծնվել եմ Արցախում ծրագրի մասնակիցներն են հնարավորություն ստացել մասնակցել եւ վարպետության դասեր անցնել հանրահռչակ երաժիշտների հետ եւ երբ կողքից տեսնում ես նրանց փայլուն աչքերը, հասկանում ես, որ այս ծրագիրը արդեն իսկ հասել է այն նպատակին, որը որ հենց ի սկզբանե դրված էր։ Դա նրանց համար շատ մեծ փորձ է շփվել նմանատիպ երաժիշտների հետ։ Ալեքսանդրան էլ է մասնակցել թե համերգներին, թե վարպետության դասերին։ Դե պատմի տպավորությունների մասին որպես մասնակից։ Շատ հետաքրքիր էր այն, որ օրինակ ես համերգներից մեկի ժամանակ կամերային երաժշտություն էինք նվագում ու 6 հոգուց 2-ը Գերմանիայից ու Իտալիայից պրոֆեսորներ էին, իրանց հետ էինք նվագում ու այդ շատ հետաքրքիր է, որ մենք sense պատանի սկսնակ երաժիշտներ ենք ու արդեն հնարավորություն ենք իրանց հետ բեմում ելույթ ունենալ, ինչպես նաև վարպետաց դասեր ենք ունեցել։ Ես օրինակ Սերգեյ Աստրովսկու հետ եմ ունեցել շատ հետաքրքիր դասեր, նաև ունենք պանելային քննարկումներ, որ նույն այդ երաժիշտների հետ կարողանում ենք նաև ինչ-որ թեմաներից խոսել, մեզ հուզող հարցերը տալ ու իհարկե համերգները, որ հիմնականում դիտում ենք, բայց նաև նվագում ենք։ Թբիլիսի, Մոսկվա, Բերլին, Բոստոն, այս քաղաքներից որն էր ամենից հիշարժանը ձեզ համար։ Տարբեր երեխաներ են մասնակցել, օրինակ Ալեքսանդրան Մոսկվայում է մասնակցել, կլարնետահար, շեփորահարներ ունենք, որ գնացել են օրինակ Բերլին, դաշնակահար Էդվարդ Սարգսյանը Բոստոն է գնացել, այսինքն փորձում ենք բաշխել, եթե հնարավորություն է տրվում, միայն մեկ երեխայի հնարավորություն չտալ, այլ տարբեր երեխաների այդ իսկ պատճառով չեն կարող այսպես առանձնացնել այդ մասով։ Դուք հուշեցիք, որ ապրիլի 14-ին մենահամերգ եք ունենալու, նաև մարզային սփռում եք ստանում։ Պատմեք նաև այդ նախագծի մասին, դա իրենից չէ ընդհանրապես։ Ուրեմն մենք ծնվել եմ Արցախում կրթական ծրագիրը եւ Ջինիշյան հիշատակի հիմնադրամը նախաձեռնություն է սկսել մարզերում համերգներ կազմակերպել մեր ծրագրի մասնակիցների մասնակցությամբ եւ ապրիլի 11-ին առաջին համերգն է տեղի ունենալու Աբովյան քաղաքում ժամը 15:00 հրավիրում ենք մեր Աբովյանում ապրող մեր բոլոր հայրենակիցներին ներկա գտնվելու Զարեհ Սահակյանցի անվան երաժշտական դպրոցում հանդես կգան մեր երեխաները։ Այս առիթով անպայման ցանկանում եմ շնորհակալություն հայտնել նաև Աբովյանի համայնքապետարանին, մեծ սիրով առաջին զանգից նրանք բաց սրտով ասեցին, որ պատրաստ են ընդունել մեր երեխաներին։ Նպատակը եղել է, որպեսզի երեխաները ավելի լայն բեմական փորձառություն ունենան, ճանաչեն նաև մարզերում ապրող մեր թե հայրենակիցները մեր ճանաչեն այս երեխաներին, թե երեխաները հնարավորություն ունենան նաև Հայաստանի ունկնդրի համար ելույթներ ունենալու, ինչպես նաև մեր նպատակներից է, որպեսզի մեր մարզերում ապրող արցախցիները հնարավորություն ունենան շփվել այս տաղանդավոր երեխաների հետ, ասեմ ինչու, որովհետև Արցախում մշակութային կյանքը բավականին ակտիվ էր եւ շատ էին նրանք առնչվում, համերգներ էին ունենում այս երեխաները եւ այսպես ասած սա երկրորդ հնարավորություն է, որպեսզի մեր նաև արցախցի հայրենակիցները գան եւ նորից
ում կընտրեն մեր տաղանդավոր արցախցի պատանիներին։ Ալեքսանդրա, դուք որպես պատանի երաժիշտ, այս նախագիծը ինչ փոխեց ձեր կյանքում։ Այսպես ասեմ, իմ մոտ ավելի մեծ ցանկություն առաջացավ հասնել նպատակներիս, առաջ գնալ, որովհետև իհարկե ես սովորում եմ կոնսերվատորիայում, բայց այդ աջակցությունը կողքից որ կա, դա շատ ամեծ ձևավորում որպես երաժիշտ, այդ թե ռուսաց լեզվի ու անգլերենի դասերը, որ մենք հնարավորություն ունենք շփվել այդ երաժիշտների հետ, որ արտասահմանից են գալիս, թե վարպետաց դասերը, թե մասնագիտական դասերը, այդ իրոք կողքից շատ մեծ օգնություն է ու իհարկե համերգները, որ բոլոր երաժիշտներն են այսպես սպասում են սրտատրոփ ելույթ ունենալ ինչ որտեղ էական չի ուր երբ հրաշալի։ Այդպես մարզային համերգներն էլ նույն ձև էլի, այսինքն համ մարզերում կզարգանա երաժշտություն էլ ավելի, որտեղ այսպես Երևանն է, չէ՞, ամեն ինչի կենտրոնը, համ էլ մենք հնարավորություն կունենանք ավելի շատ ելույթ ունենալ։ Երևանն ամեն ինչի կենտրոնը եւ Երևանի կենտրոնն է։ Հիմնական գործունեությունը հենց այդտեղ է կատարվում։ Կարեն Մոլիտվինի գոլեգան։ Նաև նշեմ անպայման, որ ապրիլի 25-ին էլ ելույթ են ունենալու մեր երեխաները Գյումրիում, Գյումրու կամերային երաժշտության տանը, անպայման մեր հեռուստադիտողներին, եթե սիրում են դասական երաժշտությունը, մեր հեռուստադիտողները, այո, որ կտամ սիրեն։ Այո, հետևեն ծնվել եմ Արցախում ծրագրի սոցցանցերին, մենք իրազեկելու ենք բոլոր համերգների մասով, բայց ապրիլին արդեն հաստատված օրեր ունենք, անպայման հիշեք ապրիլի 11 Աբովյան, ապրիլի 25 Գյումրի։ Տրիպ քարոզարշավ ենք, ընտրեք մեզ։ Այլ ինչ գործունեություն է ծավալվում, խնդրեմ նաև մյուս ձեր գործընկերներից պատմեք, են 22 պատանիներ, ինչ գործիքներ են, կամ վոկալիստներ օրինակ նրանց մեջ, թե միայն գործիքների վրա են ծավալում գործունեությունը։ Այո, հիմնականում գործիքային այն երեխաներն են ընտրվել, ովքեր որ գործիքային ուղղությամբ են, այսինքն վոկալիստներ չունենք։ Ունենք օրինակ Ալեքսանդրան ջութակահարուհի է, թավ ջութակահար, ունենք կլարնետահար, ունենք շեփորահար, կոնտրաբաս ունենք, որ կոնտրաբասահարել ունենք, բոլոր դասական հիմնական գործիքներից ունենք երեխաներ, շատ տաղանդավոր երեխաներ ունենք, ովքեր արդեն իսկ նվագում են Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբում, արդեն աշխատում են, Երևան սիմֆոնիկ երիտասարդական նվագախմբում, այսինքն համատեղում են թե աշխատանքը, թե այս ծրագրի միջոցառումները վերջերս նաև սկսել ենք նոր նախաձեռնություն, հանրային գործիչների ենք հրավիրում, որպեսզի նրանք քննարկումներ ունենան մեր օրինակ երեխաների հետ, օրինակ Նարինե Գրիգորյանը դերասանուհի, ով նույնպես արցախցի է, շատ հետաքրքիր զրույց, այսպես ասած, ստացվեց, քննարկում ստացվեց, երեխաները նաև տեղականում են տարբեր ոլորտներից, նույն թատերական հենց ոլորտից տեղեկացան Նարինե Գրիգորյանի միջոցով, այսպես ասած։ Այսինքն փորձում ենք ամեն ձև բացել երեխաներին։ Ինչ հրաշալի։ Մարզային համագործակցությունը ինչպես է ձևավորվել այն իմաստով, որ պատմեցիք, այլ ինչ նախագծեր կան ապրիլից զատ, որ մեր հեռուստադիտողները նաև այդ մասով տեղեկանան, կամ ինչպես է որոշվել, որ նաև մարզերում պետք է համերգային ծրագրեր լինեն։ Հիմնականում մենք հենց մարզերում մեզ համար շատ կարևոր է եղել, որ երեխաները նաև ճանաչեն Հայաստանը։ Դա շատ մեծ նշանակություն ունի մեզ համար։ Բոլորս էլ գիտենք, որ Երևանում, այսպես ասած, Արցախի շունչը զգալը մի փոքր դժվար է։ Բայց մարզերում նրանք ավելի կապված են, օրինակ Ալեքսանդրան փորձառություն ունի Կապանում փառատոնի շրջանակներում, քո տպավորությունը ինչպիսին է մարզերից օրինակ։ Դե ճիշտն ասած կապանցիներն էլ շատ արցախցիների նման բաներ ունեն ու նաև բարբառն է շատ նման ու իհարկե միշտ էլ հաճելի է տարբեր տարածաշրջանի մարդկանց հետ առնչվել, շփվել, այնտեղ ելույթներ ունենալ, ոնց որ
Եվ կարծում եմ թերևս վերջին հարցը հնչեցնենք Ալեքսանդրային, ինչպեսի երաժշտական երազանքներ կամ նպատակներ ունեք ապագայի հետ կապված։ Նպատակներ ասեք, երազանքները չասենք, որ իրական են։ Նախ ամենակարևոր նպատակը, որ ես լինեմ իմ, այսպես ասած, ամենալավ վերսիան, որ լինեմ լավագույն մասնագետների շարքում, դա շատ կարևոր է, ու որ հետագայում էլ կարողանամ ես իմ փորձով ուրիշներին օգնել, այսինքն եկող սերնդին ես էլ ինչ-որ բանով հետագայում այդ արդեն օգնել։ Այդքան լավ մասնագետ պետք է լինեմ։ Դա Աստված։ Ֆանտաստիկ, ես վստահ եմ, որ կլինեք եւ դեռ կլսենք ձեր անունը։ Հաջողություն ձեր նախագծին, շնորհակալ ենք եւս մեկ անգամ, որ եկաք։ Մենք հիշեցնենք մեր հեռուստադիտողներին, որ ապրիլի 11-ին Աբովյան քաղաքում կարող են գնալ եւ ունկնդրել այս տաղանդաշատ արտիստներին։ Այո, եւ ապրիլի 25-ին Գյումրիում։ Այո։ Իսկ մենք դիտենք գովազդ եւ դիմավորենք մեր հաջորդ հյուրերին։